Նախքան նյութին անցնելը կխնդրեմ լայքել և բաժանորդագրվել մեր ալիքին։ Ով է ում պատերազմ հայտարարել Հայաստանն Ադրբեջանին, թե ընդհակառակը։ Հայաստանի նախկին 3 նախագահները պնդում են, որ Արցախը Հայաստան է և վերջ, ասելով Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի օգոստոսի 5-ին Ադրբեջանին պատերազմ է հայտարարել։ Ռազմական դրություն հայտարարելու մասին հրամանագիրը Միլի Մեջլիսի հաստատման ներկայացնելով Իլհամ Ալիևը հիմնավորել է, որ Հայաստանի զինված ուժերը հրթիռահրետանակոծության են ենթարկել ադրբեջանական բազմաթիվ խաղաղ բնակավայրեր, ուստի հիմք ընդունելով ՄԱԿ-ի կանոնադրության 50-րդ հոդվածը, Ադրբեջանը ձեռնարկում է ինքնապաշտպանության անկապտելի իրավունքից բխող համարժեք գործողություններ։ Զոմբիները տրամաբանական հարց են տալիս. ինչու են Հայաստանի նախկին նախագահները Ղարաբաղյան երկրորդ պատերազմի իրավաքաղաքական պատասխանատվությունը բարդում Նիկոլ Փաշինյանի վրա, ինչ նպատակ են հետապնդում։ Խոսքը շարքային ընդդիմադիր կամ սոցիալական մեդիայի օգտատիրոջ գնահատականի մասին չէ։ Նախկին նախագահները համոզված պետք է լինեն, քաջ գիտեն, որ պատերազմի հրձիգ նշանակելով Նիկոլ Փաշինյանին 1994 թվականին հաստատված և 2016-ի քառօրյա մարտերից հետո երկարաձգված հրադադարի խախտման պատասխանատվությունը հասցեագրվում են Հայաստանին, նրա կառավարությանը և հայ ժողովրդին։ Թվում է բանականությամբ օժտված յուրաքանչյուր ոք այդ հանիրավի, Ադրբեջանի և միջազգային գործընկերների հետ Հայաստանի հարաբերություններն առնվազն կաշկանդվող վերագրումի դեմ պետք է ըմբոստանա։ Պարզվում է ոչ հատկապես առաջին նախագահի պատմաքաղաքական վերդիկտը։ Վիճարկողները բարոյազուրկ վարձահրավիրվածներ են, Նիկոլ Փաշինյանին արդարացնելու համար կաշվից դուրս են գալիս։ Երբ ասվում է, որ 44-օրյա պատերազմն Ադրբեջանն է սանձազերծել, օրինակ են բերում 2016-ի ապրիլյան քառօրյան, երբ ոչ ոք չէր ասել Արցախը Հայաստան է և վերջ։ Նիկոլ Փաշինյանն էլ ՀԱԿ-ի ցուցակով ընտրված պատգամավոր էր, դա նշանակում է Փաշինյանին արդարացնել։ Իսկ Փաշինյանն Ադրբեջանին պատերազմ է հայտարարել, ասել չի նշանակում արդարացնել Իլհամ Ալիևին։ Դե մարդն ինչ աներ, եթե Փաշինյանը պատերազմ է հայտարարել, ձեռքերը ծալացոց չէր նստելու, պիտի պատասխաներ, չէ՞։ Սա են ասում նախկին 3 նախագահների վկաները։ Ուզես-չուզես, այդպես է ստացվում։ Եթե մեկը պատերազմի հրձիգ հանցագործ է, մյուսը բնականաբար արդար պաշտպանվող և ագրեսորին պատժող է։ Այդ ինչպես է առաջին նախագահն է ասում, որն է բարոյական, ում արդարացնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երեկվա ձեր քաղաքական թիմակցին, թե Հեյդար Ալիևի որդի Իլհամ Ալիևին։ Չբանականության այդ կակաֆոնիային վերջ տվեք և հստակ պատասխանեք այս հարցին՝ ով է սանձազերծել Ղարաբաղյան երկրորդ պատերազմը՝ Փաշինյանը, թե Ալիևը։